Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, կրկին շաբաթ և կրկին եթերում է Խաչմերուկ հավելված հաղորդումը։ Այս անգամ անդրադառնանք ՆԱՏՕ-ին, փորձենք հասկանալ ինչ է կատարվում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում, քանզի 2022 թվականի ուկրաինական ճգնաժամից հետո, ինչ սկսվեց հատուկ ռազմական գործողություններ և աստիճանաբար ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսեցին ներքաշվել այդ պատերազմի մեջ, ՆԱՏՕ-ում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ չեն։ Անդրադառնալու ենք նաև, թե ինչ է կատարվում ՆԱՏՕ-ում կապված Գրենլանդիայի հետ Տրամպի առաջ քաշած այդ պահանջներին, թե Գրենլանդիան պետք է տրվի Միացյալ Նահանգներին։ Եվ արդյոք չի կրկնվում պատմությունը, ինչ եղավ մոտ 100 տարի առաջ։ Մի խոսքով փորձենք այս անգամ հասկանալ, թե ինչ է առհասարակ կատարվում Հյուսիսատլանտյան դաշինքում և ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել։ Կրկին հաղորդումը մենք վարում ենք Գևորգ Գետմիածին, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Շնորհակալ եմ կրկին հյուրընկալվելու և հաղորդումը միասին վարելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ փորձենք հասկանալ, թե ինչ է առհասարակ կատարվում ՆԱՏՕ-ում։ Ինչպիսի պատմություն է անցել, ինչ ճանապարհ է անցել ՆԱՏՕ-ն, ինչպիսի ճգնաժամեր է ունեցել և արդյոք այն ճգնաժամերը, որոնք եղան և որոնց բախվեց ՆԱՏՕ-ն անցյալ դարի 70-80-ական թվականներին, կարող են հավասարվել այն ճգնաժամի հետ, որ այսօր գոյություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքում։ Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք այդ կառույցին իր հիմնադրումից ի վեր, միանշանակ կարելի է փաստել և արձանագրել, որ աշխարհի մեր այս մոդեռն նորագույն ժամանակաշրջանում ամենակայուն դաշինքներից մեկն է այն իրականում, ունի մոտ արդեն շուտով 1 դար պատմություն, հիմնադրվել է ժամանակի ուժեղ արտաքին քաղաքացիություն վարող և բարձր տնտեսական մակարդակ զարգացնող երկրների կողմից և այլն, բայց այո, ամենը չէ, որ միշտ հարթ է։ Չմոռանանք Թուրքիայի կողմից Կիպրոսի, Հյուսային Կիպրոսի անեքսիան 70-ականներից և հույն թուրքական բախումները, այո, այդ հատվածում։ Այսինքն փորձություն անցավ, այո, 70-ականներին այդ կառույցը, բայց դա գրեթե կարելի ասել հարթվեց, մոռացվեց։ Նաև ես մի հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել, կառույցը ըստ էության խաղաղ էր այնտեղ և ամեն ինչ ստաբիլ էր, հանգիստ էր այնքան ժամանակ, քանի դեռ միաբևեռ աշխարհակարգը չէր փլուզվել ըստ էության և ամերիկյան հեգեմոնիան չէր դրվել կասկածի տակ։ Հիմա նոր վտանգների և նոր սպառնալիքների պարագայում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում ՆԱՏՕ-ում, այսինքն ավանդական վտանգներին դիմագրավելուն զուգահեռ ՆԱՏՕ-ում ստիպված են լինելու դիմագրավել վտանգներին, որոնք երբեք չէին կարող այսպես լինել և որոնց հետ կապված ՆԱՏՕ-ն երբեք չէր կարող մտածել, որ ստիպված է լինելու մի օր պայքար սկսել կամ փորձել դիմագրավել իր կազմակերպության ներսում տեղի ունեցող Հասկանում եմ, և դա եթե մի քիչ էլ շատ մի հատ փոքր հետ գնանք, պատմական մի ակնարկ ևս, չմոռանանք, որ ժամանակի Խորհրդային Միությունը ինչ ձիով քայլ էր ուզում անել, ինքը մտնելով այն հայտնի դիմում, այո, Խրուշչովյան ժամանակաշրջանում, որ Խորհրդային Միությունը ինքը ցանկություն էր հայտնել մտնել ՆԱՏՕ-ի մեջ, և ինչպես գիտեք, մնացել է անպատասխան, դե ինչ պատասխան էին, այոն բացառված է, բայց ԽՍՀՄ-ին էլ ոչ ասելը պաշտոնապես ևս ցանկալի չէր լինի, դա իրականում շատ հետաքրքիր մի հատ քայլ էր։ Եվ չստանալով պատասխան, ԽՍՀՄ-ն ստեղծեց իր ՆԱՏՕ-ն, Վարշավյան պայմանագրի, այո, իր մինի ՆԱՏՕ-ն, այսպես ասած, դե բայց որը բարեբախտաբար ևս երբեք կարիք չեղավ, որ անցնի պրակտիկ գործողությունների։ Ես դա էի ցանկանում նշել, մինչ այս պահը ՆԱՏՕ-ն առիթ չի ունեցել գործածության մեջ դնել 5-րդ հոդվածը և որոշ փորձագիտական շրջանակների մոտ նաև բնական հարց է առաջանում, իսկ առհասարակ այդ հոդվածը ունակ է պաշտպանել ՆԱՏՕ-ին և առհասարակ կլինի մի դեպք, երբ այդ հոդվածը իրականում կմտնի շրջանառության մեջ և այդ հոդվածին հղում տալով պետությունները ոչ թե կբերեն զոր կտեղակայեն սպառնալիքի պարագայում, այլ կմտնեն բաց կոնֆլիկտի մեջ, ռազմական գործողությունների մեջ։ Դե իհարկե դատելով այն, զուտ նայելով այն պետությունների ցանկացուցակը, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ, հաշվի առնելով իրենց
թե մարդկային ռեսուրսը, թե սպառազինությունների քանակը եւ տեսակը, ու մասնավորապես վերցենք նույն Բրիտանիան եւ Ֆրանսիան, ամեն որպես ատոմային տերություններ, իհարկե տրամաբանական է, որ ներուժը կա դիմակայելու պրակտիկ արդեն հողի վրա ներուժը բնականաբար կա, բայց ոչ ներսում կազմակերպության։ Իրենք հավանաբար երբևէ չեն նույնիսկ տեսականորեն պատկերացրել, որ կարող է մի օր գա ինչ որ մի փուլ ներսվի մի իրավիճակ, որ հարկավոր լինի ներսը դիմակայել։ Այդտես, ես ցանկանում եմ նաև մի հանգամանքի վրա ուշադրությունը հրավիրել եւ առասարակ առաջարկում եմ բաժանենք այսօրվա քննարկման թեման մի քանի հատվածների, քանզի ինչպես ասում են puzzle-ը հավաքելով կհասկանանք, թե իրականում ինչպիսի ապագա ունի ՆԱՏՕ-ն։ Առաջինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Որքանով դա նպաստեց եւ օրինակ կա կարծիք, որ առասարակ դա ավելի թուլացրեց, քանզի ռեսուրսները, որոնք կենտրոնացված էր օրինակ Արևմտյան Եվրոպայում եւ այդ ժամանակվա ՆԱՏՕ-ն, այո, շատ ավելի հզոր էր, իրենք ստիպված եղան ուղղել դեպի արևելք, թույլ զարգացած պետությունների ռազմական, այո, այսպես պոտենցիալը վերականգնելու համար կամ համենայն դեպս իրենց ստանդարտներին համապատասխանեցնելու համար։ Ես ցանկանում եմ հիշեցնել նաև, որ դրա այսպես քավորը, հա, այդպես այս ընդլայնման եւ նախաձեռնողը նույն Միացյալ Նահանգներ էր ըստ էության։ Երկրորդ հատվածը քննարկման համար հասկանանք, թե 5-րդ հոդվածի այդ ներդնումը եւ 5-րդ հոդվածի իրականացումը որքանով է հավանական։ Ես հիշեցնեմ, անցյալ տարի նոյեմբեր ամսից այդ խոսակցությունները կան, քանզի այն օրվանից, երբ կասկածելի եւ անհայտ այսպես անօթաչուներ սկսեցին պտտվել Գերմանիայի, Ֆրանսիայի, եվրոպական այլ պետությունների օդանավակայանների վրա, որտեղ տեղակայված է ամերիկյան միջուկային մարտագլխիկներ տանող ինքնաթիռները, անմիջապես հարց առաջացավ, իսկ ինչու այդ անօթաչուները չխոցել եւ ինչու այն ռուսական ինքնաթիռները, որոնք խախտում են օդային տարածքը, եւս չխոցել։ Եվ մենք տեսանք Ռյուտեի պատասխանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, որ թողնեց ըստ էության դա թողեց երկրների վրա։ Դուք ինքներդ որոշեք դա ամեն կոլեկտիվ պատասխանատվություն բաշխվեց, այո, հա, բաշխվեց։ Սա եւս նշանակում է, որ X պահի համակարգը սկսում է որոշակի այսպես խնդիրներ առաջացնել իր ստեղծողների համար։ Եվ այդ միակամությունը միակուր համակարգից ըստ էության դառնում է, որ թող յուրաքանչյուր երկիր ինքը որոշի, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկում։ Բնական է, կան ցիկլեր, չէ՞, շրջափուլեր, այսինքն նույնիսկ ամենակայուն եւ արդյունք արձանագրած կառույցները ինչ որ մի ճգնաժամային իրավիճակում որպես կանոն հայտնվում են։ Մի փոքր շեղվենք ՆԱՏՕ-ից դեպի ԵՄ։ ԵՄ-ի կան մասնագետներ, ըստ որոնց ԵՄ-ի ռեալ իսկական վերջին ընդլայնումը դա 86 թվականն էր, երբ որ ԵՄ-ին անդամակցեցին Իսպանիան եւ Պորտուգալը։ Այսինքն այն բանից հետո եւ Սալազարյան եւ Ֆրանկոյի ռեժիմները այդտեղ թոթափվեցին։ Եվ նաեւ 90 թվականի Գերմանիան ըստ էության, երբ որ միավորվեց, որպես միավորված, այո, Գերմանիան դարձավ անդամ։ Երբ որ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը արդեն դարձավ իր պատմական Գերմանիայի մաս կրկին, հա, բայց կան, ասում եմ, մասնագետներ, որ գտնում են, որ 86-ից հետո մնացած ընդլայնումները մի քիչ ավելի արհեստացին էին, ինչպես դու նոր նշեցիր, նույն ՆԱՏՕ-ի պարագայում, այսինքն են նախկին սոցիալիստական բլոկի պետությունները, որոնք որևէ կերպ իրենց ստանդարտներին չէին համապատասխանում եւ բնականաբար շատ ավելի թույլ տնտեսություններ ունեին եւ այսինքն մեծ բեռ եղավ իրենց վրա։ Որտեղ դա, ինչպես ես եմ սիրում ասել, դասական արևմտյան Եվրոպան չէր փաստը։ Բնականաբար, եւ վերջին ուղղությունը, որը կրկին չի կարող մեզ չհետաքրքրել եւ շատ հարցեր է առաջացնում, դա այն բարոյահոգեբանական վիճակն է այսօր, որ կա ՆԱՏՕ-ի ներսում։ Կարծում եմ կհամաձայնես, մենք չենք գտնի երկրորդ այդպիսի ռազմաքաղաքական դաշինք, որի անդամները մի երկրի, օրինակ, պաշտոնատար անձինք, մյուս պետության կառավարող անձանց նկատմամբ ունենան նման արհամարական վերաբերմունք։ Օրինակ կհիշես Իլոն Մասկի խոսքերը Կանադայի վարչապետի հետ կապված, որ ոչ ոք քեզ չի հարցնում
մեկը Կանադան լինելու է Ամերիկայի 52-րդ նահանգը, կամ Գրենլանդիայի հետ կապված Միացյալ Նահանգների քաղաքականությունը, որ ես ուղղակի ուզում եմ դա վերցնել եւ վերջ ըստ էության, որ դա բխում է մեր երկրի ազգային անվտանգության շահերից, դա էլ է իմիջիայլոց ուշադրություն շեղող այսպես բառակապակցություն աշխարհի որ երկրում ինչ իրադարձություն եղավ, դա իրենք ներկայացնում են իբրև իրենց ազգային անվտանգության սպառնալիք եւ դրա դեմ պայքար ըստ էության, բայց դրա քողի տակ բնականաբար օրինակ Վենեսուելայից նավթն են տանում, Իրաքից նավթն էին տանում, բայց օրինակ նույն Վենեսուելայի մասին եթե մեկ երկու նախադասություն ասենք, նաեւ հասկանալի է, որ ԱՄՆ-ն այստեղ այս ամսի 3-ի իր գործողությամբ չասենք լուծեց, բայց փորձում է լուծել մի շատ կենսական տնտեսական հարց, այսինքն դա Չինաստանի տնտեսական ազդեցությունը Լատինական Ամերիկայում մինիմալի հասցնելու այո, նման այսպես հիմնավորում կա, բայց դա չի նշանակում, որ այդ ֆոնին Միացյալ Նահանգները պիտի մտնի սուվերենության նախագահին տանի գողանա առևանգ եւ դա բացատրի, որ դե գիտեք, ես Չինաստանի դեմ եմ պայքարում ներողություն, յուրաքանչյուր պետություն, ՄԱԿ-ի անդամ պետություն ունի լիիրավ պետություն է ՄԱԿ-ի անդամ եւ ունի մեկ ձայնի իրավունք ըստ էության եւ միջազգային սուբյեկտ Դոնալդ Թրամփը հերոսազրույցը հասկացրել ժամանակավոր նախագահի հետ, Դելսի Ռոդրիգեսի, Վենեսուելայի, ու ըստ սպիտակ տան կոնստրուկտիվ զրույց է տեղ։ Տեսեք, կոնստրուկտիվ հետ կապված է լազեմ, իհարկե կոնստրուկտիվ պիտի լինի, ինչպես Թրամփն է ասում, օրական 5 միլիարդ դոլարի նավթ է մտնում Վենեսուելայից Միացյալ Նահանգներ 50 միլիոն բարել։ Իհարկե դրությամբ արդեն հերթական մոտ 5 միլիոն բարելի գործարքը կնքվել է։ Իհարկե պիտի կոնստրուկտիվ լինի, բնականաբար որ պիտի լինի կոնստրուկտիվ։ Բայց հիմա վերադառնանք Դանիա եւ Գրենլանդիա։ Եվ Տրամփի այդ ձևակերպումը, որ դե ինչ է իրենից ներկայացնում Դանիան, երկու շանս սահնակ ունեք, զորք չունեք, ինչպես պիտի մեզ դիմագրավեք եւ այլն։ Նշեմ, որ թե իր բարեկեցությամբ, թե իր կայունությամբ դա ամենաօրինակելիներից մեկն է։ Բնականաբար 77 տարի առաջ մտնելով ՆԱՏՕ եւ լինելով ՆԱՏՕ-ի հիմնադիր պետություն, Դանիայի մտքով չէր կարող անցնել, որ այսօր նման խնդրի առաջ եւ ամենախաղաղասեր երկրներից մեկը է։ Ավելին, ուրեմն ուկրաինական այս ճգնաժամին ամենից շատ ռազմական ինքնաթիռներ ՆԱՏՕ-ի կազմից հենց Դանիան է ուղարկել Ուկրաինա, այսինքն Դանիային զինաթափում են, որ հետո խնդիրների պարագայում այսօր դա իմիջիայլոց ես նաև ուսումնասիրել եմ Դանիայի պաշտպանության նախարարության հնարավորությունները եւ պաշտպանվելու հնարավորությունը 20,000-անոց բանակ, 44,000 պահեստային եւ ընդամենը 8 հրետանային կայան, այսպես մի քանի ինքնաթիռ, այսինքն լուրջ խոսել այն մասին, որ Դանիան կարող է դիմադրել Միացյալ Նահանգներին եւ թույլ չտալ, որպեսզի վերջինս վերցնի Գրենլանդիան, կարծում եմ լուրջ չի։ Եթե մենք տեսականորեն իհարկե խոսում ենք բաց հակամարտության մասին, զուտ տեսականորեն բնականաբար, պարզ է, որ նույն Եվրոպայի արևմտյան եվրոպական երկրներից դա գրեթե հավանաբար միայն Ֆրանսիան եւ Բրիտանիան ունեն այդ ներուժը, Զուտ ցամաքային ուժերի տեսանկյունից ոչ, Բրիտանիա եւ Ֆրանսիայի ուժերը ավելի քիչ են, քան օրինակ Լեհաստանինը։ Դիտե բաց չորոնակ Լեհաստանի եւ Թուրքիայինը, որպես ցամաքային բանակներ, բայց դե շատ լավ հասկանում ենք, որ ոչ Թուրքիան, ոչ Լեհաստանը զորք չեն տալու Գրենլանդիայում Միացյալ Նահանգների դեմ պատերազմելու համար։ Ավելին, Միացյալ Նահանգների զինուժի թվականակը Եվրոպայում 80,000 է, այսինքն 4 անգամ ավել, քան Դանիայի զինված ուժերն են։ Այո, լուրջ խոսել նորից եմ ասում դիմադ, բայց այստեղ խնդիրը դա չի։ Խնդիրը կարծում եմ նա է, թե ինչպես մենք հասանք այդ օրին եւ ինչու պետք է մենք առասարակ եւ աշխարհը առասարակ քննարկի եւ ինչու պիտի Դանիան պատվիրակություն ուղարկի Միացյալ Նահանգներ, որ վերջինս չհարցակվի իր վրա։ Այսինքն այդ որտեղ միջազգային անվտանգային համակարգը, ինչպես ասում են, չաշխատեց, որ Միացյալ Նահանգների նախագահի մտքով անցավ, որ եթե իրեն դա պետք է, ապա դա պետք է ինքը ստանա։ Եվ արդյոք այստեղ մենք ունենք պատմության կրկնություն։ Մոտ 100 տարի առաջ ես ուղղակի զուգահեռներ եմ ցանկանում անցկացնել, ինչպես ժամանակին Ազգերի լիգան չարձագանքեց, երբ Ճապոնիան Մանջուրիան էր կլանում,
երբ Իտալիան Եթովպիան էր կլանում 36-ին, ազգերի լիգան ըստ էության այստեղ լուր էր։ Եվ դա բերեց հանգեցրեց նրան, որ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը եւ նոր աշխարհակարգի ձևավորումը։ Բայց ես նաեւ հիշեցնեմ այդ տարած խաղաղության դիմաց գործարքը 38-ի Մյունխենյան հայտնի գործարքի մասին է, երբ Սուդետական մարզը ուղղակի տվեցին Գերմանիային, նույն Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի լուր հայացքների ներքո։ Եվ արդյոք հիմա նույն բանը չի կրկնվում։ Եվ չմոռանանք ԽՍՀՄ Ֆինլանդիա ճգնաժամը։ Այո, այսինքն երբ մեծ տերությունը եւ հզոր տերությունը կարծում է թե ինքը օրենքը ինքն է եւ իրեն ամեն ինչ կարելի է եւ ճիշտ է նա ով ուժեղ է ըստ էության։ Ցավոք սրտի ես կարծում եմ աշխարհը վաղուց էր դրա մասին խոսում։ Ուղղակի Տրամպի կարծում եմ կհամաձայնես Տրամպի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա այդ մասին առաջին անգամ սկսեց խոսել բաց։ Սկսեց ցույց տալ, Ցանուր առմամբ այո, Տրամպը ինքը շատ բաց է խոսում։ Որ դա նոր բան չի, ուղղակի այն որ դուք ծածուկ էիք անում, փորձելով սա սիրաշահել այս կամ այն կերպ, հա, մտածել ժողովրդավարության մասին եւ այլն։ Ինչ Գրենլանդիան պետք է երկու պատճառով։ Առաջինը, սառույցները հալել են եւ Գրենլանդիան ունի հսկայական նավթի գազի պաշարներ, որ ինձ պետք է։ Երկրորդը, ցամաքը պետք է խաղաղության համար, այո։ Եվ երրորդը, ես դուրս եմ գալիս հյուսային ծով, հյուսային ուղին, ծովային ուղին վերահսկելու, եւ այդտեղ ինձ ինչքան քիչ մրցակիցներ լինեն, այո, իդեմս նաեւ իմ դաշնակիցների, ինչքան քիչ մրցակիցներ ինձ հանդիպեն ճանապարհին, առանց այն էլ ես Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ եմ այնտեղ պայքարում, որ Արկտիկայում նրանք չհաստատվեն կամ հեգեմոնիա չունենան։ Եվ աշխարհը սկսեց զարմանալ, որ ինչպես այդ Թրամփը ինչպես է իրեն թույլ տալիս նման հայտարարություններ անի, չէ՞ որ դե միջազգային իրավունքի սուբյեկտ, բայց ինչ ես կարծում։ Թրամփը եթե կարողացավ կուլ տալ Գրենլանդիան, իսկ դա ես չեմ կասկածում, որ վերցնելու է։ Կանք կառնի, թե շարունակի հյուսիսով իր շրջագայությունները։ Իհարկե դա տեսականon են, եթե վերցնենք իրականանում է, զուտ տեսական, դա նախադեպ է։ Ես դեռ իմ ուսանողական տարիներից առ այս պահը երբևէ չեմ մտածել, որ նույն այդ կարգի կառույցի ներսում նա ինչպիսին է ՆԱՏՕ-ն կարող է լինի այսպիսի ճգնաժամ։ Ու այս պահի դրությամբ կարելի ասել ինչ որ մի հատ ինչպես դա բնութագրեմ տուպիկային մի հատ պատային իրավիճակ է ստեղծված, որից ելքը ըստ էության չի երևում։ Այո, ելքը չի երևում, որովհետև կրկնում եմ ասածս, երբևէ չեմ մտածել, որ նման կառույցի ներսում sense ման կարող է։ Տես, իհարկե սա մի քիչ ավելի հումորային է։ Ավելի հակված եմ դրան, որ կհարթվի այդ հարցը կլուծվի։ Ինչպես ասում են բանակցությունների սեղանի։ Այո, բայց մեկ է Թրամփը կստանա Գրենլանդիան։ Մեկ է Թրամփը Գրենլանդիան ստանալու։ Բայց ստանալու է, ասկան ինչ Գրենլանդիան դառնալու է ԱՄՆ սուվերեն Դանիայից անցնելու է ԱՄՆ։ Այո։ Թղթով այսպես ասած։ Թղթով։ Ես կարծում եմ դա այնտեղ կստանա կոնցեսիաներ։ Կոնցեսիաներ առաջարկվել է Դանիայի կողմից, 2 օր առաջ Վաշինգտոն մեկնեց Դանիայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, եւ բանակցությունները ավարտվել են ապարդյուն։ Բանակցություններն ավարտվել են ապարդյուն, Թրամփը անդրդվելի է, տվեք ինձ Գրենլանդիան եւ վերջ։ Մոտավոր այսպեսի եւ հիմա այսպես համացանցում հումորային բան է պատտվում, հոլովակ է պատտվում, որ ասում են իսլանդացիները փառք են տալիս ասում, որ չունեն օգտակար հանածոներ, թե չէ Գրենլանդիայից հետո, այո, նաեւ Իսլանդիան կարող էր վերցնել։ Իսկ եթե ավելի լուրջ, ես կարծում եմ առաջիկայում թիրախ լինելու է նաեւ Նորվեգիան։ Իբրև նավթ եւ գազ ունեցող եւ խոշոր պաշարներ ունեցող երկիր, հաջորդը լինելու է Նորվեգիան։ Հիմա Նորվեգիայի հետ կապված ինչ որոշում կկայացնի Տրամփը, դա կլինի ապագայում, բայց եթե Դանիայի հետ կապված Տրամփը կարողացավ սա մարսել, իսկ ամեն ինչից երևում է, որ Եվրոպական միության հատվածը ՆԱՏՕ է, այնտեղ դիմադրություն չի ցույց տալու ընդհանրապես։ Տես, ես բերեմ թվեր, թե ինչպեսի լուրջ պատրաստություն են տեսնում եվրոպացիները դիմագրավելու Տրամփին Գրենլանդիայում։ Ուրեմն Ֆրանսիան ուղարկել է 15 զինվոր, Գերմանիան 13, ուրեմն Նորվեգիան 2 զինվոր է ուղարկել դիմագրավելու Տրամփին, Մեծ Բրիտանիան 1։
Սա խոսում է այն մասին, որ եվրոպացիները ուղղակի հանձնելու են Դանիային եւ Դանիային թողելու են մենակ, իսկ Դանիան մենք արդեն ասացինք չունի այն ներուժը եւ այն հնարավորությունները, որպեսզի կարողանա ինքնուրույն դիմագրավել Միացյալ Նահանգներին։ Եվ փաստացի մտնելով ժամանակին ՆԱՏՕ, նա մտավ ռուսական վտանգից պաշտպանվելու համար կամ խորհրդային վտանգից պաշտպանվելու համար, բայց վտանգը, ինչպես ասում են, եկավ հակառակ տեղից եւ տես ես ինչու եմ անընդհատ փորձում զուգահեռներ անցկացնել, երբ որ Մյունխենում Չեխոսլովակիայի դեսպանին հանձնվեց որոշումը Սուդետական մարզը Գերմանիային տալու վերաբերյալ, Չեխոսլովակիայի դեսպանը ուղղակի շատ այսպես թևավոր խոսք ասեց, որ մինչև օրս դա իր ակտուալությունը չի կորցրել, ասեց այս փաստաթղթով փաստորեն Չեխոսլովակիան ստիպված է լինելու ընտրել սպանության եւ ինքնասպանության միջև։ Քանզի այն ինչ որ կատարվում է Դանիայի հետ կապված եւ Գրենլանդիայի հետ կապված, ցավոք սրտի, Դանիան դատելով այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում եւ տեսնելով թե ինչպիսի համառությամբ է Տրամպը փորձում վերցնել արևմտյան կիսագունդը, Դանիան ստիպված է լինելու ուղղակիորեն ընտրել սպանության եւ ինքնասպանության միջև, այսինքն կամ հանձնել Գրենլանդիան, պատկերավոր ասած սպանությամբ այս ամենն ավարտել, կամ փորձել այնտեղ որոշակի դիմադրություն կազմակերպել, ցուցաբերել եւ խայտառակ պարտություն կրելով գնալ ինքնասպանության։ Եվ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս նաեւ ցավոք սրտի, որ մենք այստեղ ունենք միջազգային իրավունքի բոլորովին այլ իրավիճակ, ավելի ճիշտ ոչ թե միջազգային իրավունքի, այլ միջազգային իրադրության, քանզի միջազգային իրավունքը մահացավ այն օրը, երբ Տրամպը եւ արևմտյան տերությունները իրենց արտաքին քաղաքականություն իրականացնելիս ցավոք սրտի առաջնորդվեցին օրենքը ես եմ կարգախոսով եւ արեցին եւ փորձեցին անել այն, ինչ իրենք ցանկացան եւ դրա հետ կապված չստացան որևէ դիմադրություն։ Իսկ ՆԱՏՕ-ն շարունակելու է մնալ ցավոք սրտի ճգնաժամի մեջ։ Ինչու եմ ասում ցավոք սրտի, քանզի այն ջանքերը, որոնք դրվեցին 77 տարի առաջ, ստեղծվեց ռազմաքաղաքական դաշինք զսպող գործոն, երկու աշխարհակարգերի հարաբերություններում, այսօր կանգնած է բավականին լուրջ ճգնաժամի առջև։ Եվ նաև տեսաբանները չեն բացառում, որ մենք մոտ շրջանում ականատես կլինենք նաև որոշակի գործընթացների, ինչ որ երկրներ կսկսեն հայտարարություններով հանդես գալ։ Հայտնվել այո ներսում էլ տեղաշարժեր, այսինքն ինչ որ նոր անդամներ կան, նույնիսկ հին անդամներից դուրս գան, բացառված չէ։ Սակայն քանի որ ամեն դեպքում այդ արևմտյան համակարգերում ինչևից է գոյություն ունի ավանդականություն եւ իրականում լավ ռելսերի վրա դրած այդ համակարգերը ավելի հակված են, որ իրենք կհաղթահարեն։ Հա, կարող է մի քանի տարի էլ օրինակ տեսականորեն տևի այդ ճգնաժամը, բայց հակված են նրան, որ կհաղթահարեն։ Դա Աստված, որ նրանք հաղթահարեն։ Դե դա Աստված նույն ԵՄ-ն է, չէ՞, դե որը արդեն տնտեսական բլոկն է, այնպես չէ, որ նույն ԵՄ-ի ներսում էլ է հաղթամենը, ինչպես դու նշեցիր ՆԱՏՕ-ի այդ ընդլայնմամբ նույնը ԵՄ-ի ընդլայնում։ Այո, եւ ես կարծում եմ այսպես կլինի, եթե ՆԱՏՕ-ում հաղթահարվեց այս ամենը, ԵՄ-ն եւս կփրկվի, բայց եթե ՆԱՏՕ-ում չհաղթահարվեց, ավտոմատ կերպով, այո, սա անդրադառնալու է նաեւ գերագույն մասը եւս նույնն է։ Սա անդրադառնալու է նաեւ ԵՄ-ի վրա։ Եվ ավարտելով հաղորդումը ցանկանանք ուղղակի, որ Դանիան ապագայում ստիպված չլինի վերահաստատել Միացյալ Նահանգների, ինչպես ես եմ սիրում ասել, հավերժ պետքարտուղար Քիսինջերի հայտնի խոսքերը, որ թշնամություն անելը Միացյալ Նահանգների հետ վտանգավոր է, բարեկամություն անելը մահացու վտանգավոր։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այս թեման էր, որին ցանկացա անդրադառնալ Գևորգի հետ միասին։ Իրոք այնինչ կատարվում է Գրենլանդիայի շուրջ չի կարող չմտահոգել։ Սա միջազգային իրավունքի եւ առհասարակ գոյություն ունեցող եւ գոյություն չունեցող բոլոր նորմերի կոպտագույն խախտում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից եւ սա իրոք կարող է բերել անկանխատեսելի հետևանքների ոչ միայն արևմտյան կիսագնդում, այլև մեր երկրագնդի շատ հատվածներում եւս։ Այս թեման էր այսօր,
Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։